Ողջույն, դրանք լողում են շրջանցում արգելքները, իսկ խրվելով սկսում են թափահարել պոչը, ասես փորձելով դուրս գալ։ Ընդ որում դրանք չունեն ոչ պրոցեսոր, ոչ սենսորներ, ոչ էլ ծրագրային կոդ։ Դրանց վարքագիծն ամբողջությամբ պայմանավորված է ձևով եւ ճկունությամբ։ Դրանք ոչ թե կենդանի օրգանիզմներ են, այլ ինժեներների կողմից ստեղծված միկրոսկոպիկ ռոբոտներ։ Լեյդենի համալսարանի հետազոտողները ստեղծել են միկրոռոբոտներ, որոնք մոտ 10 անգամ բարակ են մարդու մազից։ Դրանցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մոտ 5 միկրոմետր չափով փոքրիկ սեգմենտներից բաղկացած շղթա, որոնք միացված են ընդամենը կես միկրոմետր հաստությամբ միկրոսկոպիկ ծխնիներով։ Ամբողջ ստրուկտուրան տպված է գերճշգրիտ 3D միկրոպրինտերով ժամանակակից միկրոտպագրության հնարավորությունների սահմանագծին։ Երբ նման շղթայի վրա ուղղում են էլեկտրական դաշտ, այն սկսում է ալիքաձև կորանալ։ Շարժումը հիշեցնում է որդերի կամ օձերի շարժումները, ալիքն անցնում է մարմնի երկայնքով, ստեղծելով համընթաց շարժում։ Արագությունը մեծ չէ, վայրկյանում մոտ 7 միկրոմետր, բայց նման մասշտաբի համար դա բավական է հեղուկում վստահորեն տեղաշարժվելու համար։ Սակայն այստեղ գլխավորը ոչ թե բուն շարժումն է, այլ այն, թե ինչպես է շարժումն առաջանում։ Ռոբոտները հրամաններ չեն ստանում ու չեն վերլուծում շրջակա միջավայրը։ Դրանց վարքագիծը ձևավորվում է ավտոմատ կերպով։ Հենց ձևն է որոշում, թե ինչպես է ռոբոտը կորանում դաշտի ազդեցության տակ, իսկ այ կորացումները իրենց հերթին փոխում են փոխազդեցությունը հեղուկի եւ արգելքների հետ, իսկ նոր փոխազդեցությունը կրկին փոխում է ձևը։ Առաջանում է հետադարձ կապի անընդհատ ցիկլ։ Ձևն ազդում է շարժման վրա, շարժումը փոխում է ձևը եւ ամեն ինչ կրկնվում է։ Հենց այդ պատճառով ռոբոտներն իրենց պահում են այնպես, ասես արձագանքում են շրջակա աշխարհին։ Բախվելով արգելքի, դրանք ավտոմատ կերպով կորանում են ու սկսում շրջանցել այն։ Հայտնվելով նեղ տարածությունում սեղմվում են ու վերափոխում իրենց ձևը առաջ սողալու համար։ Եթե շարժումն արգելափակվում է, պոչի հատվածը սկսում է ավելի ուժգին տատանվել, երբեմն օգնելով դուրս գալ։ Այս ամենը տեղի է ունենում առանց սենսորների ու հաշվարկների, միայն մեխանիկայի եւ հեղուկի հետ փոխազդեցության հաշվին։ Այս մոտեցումը կոչվում է մարմնավորված վարքագիծ։ Կառավարման գործառույթների մի մասը էլեկտրոնիկայից տեղափոխվում է օբյեկտի ֆիզիկական ձևի մեջ։ Բնության մեջ այս սկզբունքը հաճախ է հանդիպում, որդերը, օձերն ու թրթուրները չեն հաշվարկում շարժման հետագիծը։ Նրանց փափուկ մարմինն ավտոմատ կերպով հարմարվում է մակերևույթին, միջավայրի անհարթություններն իրենք են ուղղորդում շարժումը։ Ինժեներները վաղուց են փորձում վերարտադրել այս սկզբունքը ռոբոտատեխնիկայում, բայց սովորաբար ստիպված են լինում ընտրել կամ ռոբոտը շատ փոքր է, բայց կոշտ, կամ էլ ճկուն է, բայց համեմատաբար մեծ։ Լեյդենի թիմին հաջողվել է համատեղել երկու հատկանիշները։ Նրանց միկրոռոբոտները միաժամանակ չափազանց փոքր են եւ ճկուն, սա թույլ է տալիս ստեղծել սարքեր, որոնք ունակ են տեղաշարժվել բարդ միկրոսկոպիկ միջավայրում, օրինակ նեղ կանալներով կամ խիտ հեղուկներում, որտեղ ավանդական միկրոմեխանիզմները վատ են աշխատում։ Առայժմ հետազոտությունների գլխավոր նպատակը ոչ թե գործնական կիրառությունն, այլ սկզբունքի ըմբռնումը։ Այս ռոբոտները ծառայում են որպես մոդել, թե ինչպես կարող է բարդ վարքագիծն առաջանալ պարզ ֆիզիկական փոխազդեցություններից, առանց ալգորիթմների, առանց սենսորների ու առանց կառավարման կենտրոնի, միայն ձև, ճկունություն եւ շրջակա միջավայր ու դրանից ծնվում է շարժում, որը գրեթե կենդանի տեսք ունի։ Մուշկետի գնդակ կրծքավանդակի կողքին 17-րդ դարի ֆրանսիական մետաղադրամ եւ հողարկավորում 5 եկեղեցու ամենապատվավոր վայրում։ Այս ամենը հայտնաբերվել է նիդերլանդական Մաստրիխտ քաղաքի տաճարի հատակի տակ եւ անսպասելիորեն հիշեցրել հնագետներին մի անուն, որը հայտնի է միլիոնավոր ընթերցողներին։ Եկեղեցու վերականգնման ժամանակ հնագետները հայտնաբերել են հասուն տղամարդու գերեզման, որը հուղարկավորված է եղել նախկին խորանի տարածքում, մի վայրում, որտեղ սովորաբար հուղարկավորում էին բարձր կարգավիճակ ունեցող մարդկանց։ Գերեզմանի ներսում հայտնաբերել են կրծքավանդակի կողքին ընկած մուշկետի գնդակ, ինչպես նաեւ 1660 թվականի ֆրանսիական մետաղադրամ։ Այս դետալներն անմիջապես գրավել են հետազոտողների ուշադրությունը, ովքեր առաջ են քաշել զգույշ վարկած, հնարավոր է գտնված մասունքները պատկանում են իրական Դարտանյանին։ Խոսքը Շարլ Օժիե դե Բաց դե Կաստելմորի մասին է, 17-րդ դարի ֆրանսիացի ազնվական, ով դարձել է Ալեքսանդր Դյումայի վեպերի, այդ թվում 3 հրացանակիրները գրքի հերոսի նախատիպը։ Ի տարբերություն գրական կերպարի պատմական Դարտանյանն իսկապես գոյություն է ունեցել եւ նկատելի է ռազմական կարիերա կառուցել ֆրանսիական թագավորների արքունիքում։ Նա ծնվել է մոտ 1613 թվականին Գասկոնիայում, ծառայել է որպես հրացանակիր, իսկ հետո գլխավորել է արքայական վաշտը։ Լյուդովիկոս 13-րդի եւ հատկապես Լյուդովիկոս 14-րդի օրոք նա մասնակցել է ռազմական արշավներին եւ աստիճանաբար հասել է գեներալի կոչման։ 1667 թվականին Դարտանյանն աչքի ընկել Լիլի գրոհի ժամանակ, որից հետո նշանակվել է քաղաքի նահանգապետ։ Սակայն վարչական կարիերան կարճ է տևել ու մի քանի տարի անց նա վերադարձել է գործող բանակ։ 1672 թվականին Ֆրանսիան պատերազմ սկսեց Նիդերլանդների եւ նրա դաշնակիցների դեմ։ Արդեն 1 տարի անց ֆրանսիական զորքերը պաշարեցին Մաստրիխտը։ Հենց այստեղ 1673 թվականի ամռանը զոհվեց Դարտանյանը։ Աղբյուրների տեղեկությունները տարբերվում են։
Ըստ վարկածների մուշկետի գնդակը հարվածել էր նրան կամ կոկորդին կամ գլխին, կամ էլ կրծքավանդակին։ Հայտնի է միայն, որ նրան թաղել էին քաղաքի պարիսպների մոտ, բայց ճշգրիտ վայրն ավելի քան 3 դար անհայտ էր մնում։ 2008 թվականին պատմաբան Օդիլ Բորդազը ենթադրեց, որ մարմինը կարող էին տեղափոխել Սուրբ Պետրոս եւ Պողոս եկեղեցի, այն ժամանակ դեռ գյուղական մի տաճար, որն այսօր գտնվում է Մատրեխտի քաղաքային սահմաններում։ Երկար ժամանակ դա միայն վարկած էր, բայց այս տարվա փետրվարին եկեղեցու հատակի մի մասի վնասվելուց հետո սկսվեցին վերականգնողական աշխատանքներն ու հնագետները հնարավորություն ստացան ուսումնասիրել խորանի տակի տարածքը։ Հենց այնտեղ էլ հայտնաբերվեց գերեզմանը, նրա դիրքը վկայում է հանգուցյալի բարձր կարգավիճակի մասին։ Գտնված մուշկետի գնդակը լավ համընկնում է Մարտուն Դարտանյանի մահվան մասին տեղեկությունների հետ։ 17-րդ դարի կեսերի ֆրանսիական մետաղադրամը նույնպես համապատասխանում է նրա մահվան ժամանակին։ Այս բոլոր համընկնումները հավանական են դարձնում վարկածը, սակայն ապացույցները դեռ բավարար չեն։ Ենթադրությունը ստուգելու համար հետազոտողները ծնոտի մի հատվածն ուղարկել են Մյունխենի մասնագետներին գենետիկական վերլուծության։ Եթե հաջողվի համեմատել Դենեթեն Դարտանյանի ընտանիքի ժառանգների կամ ազգակցական գծերի հետ, դա կարող է հաստատել հուղարկավորվածի ինքնությունը, սակայն հնագետներն ընդգծում են, առայժմ խոսքը միայն հավանականության մասին է։ Եթե վարկածը հաստատվի, դա կլինի հազվագյուտ դեպք, երբ հնագիտությունը միավորում է գրական լեգենդն ու իրական պատմական անձին։ Վեպերի հայտնի հերոսը գտնված կլինի ոչ թե գրքի էջերում, այլ հին եկեղեցու քարե հատակի տակ, մուշկետի գնդակի հետ միասին, որը հնարավոր է վերջակետ է դրել նրա կյանքին։ Քվանտային ֆիզիկայում երբեմն անհնար է ասել, թե ինչ վիճակում է գտնվում համակարգը, այն կարող է լինել միանգամից մի քանի վիճակներում, կամ մենք պարզապես չիմանանք, թե հատկապես որ մեկում։ Դրա համար ֆիզիկոսներն օգտագործում են այսպես կոչված խտության մատրիցան։ Սա քվանտային օբյեկտ նկարագրելու միջոց է այն դեպքում, երբ ինֆորմացիան բավարար չէ։ Մեկ վիճակի փոխարեն գրանցում են միանգամից բոլոր հնարավոր վիճակները իրենց հավանականություններով եւ ֆազաներով։ Նման գրառումը թույլ է տալիս կանխատեսել չափումները, նույնիսկ եթե համակարգը խճճված է մեկ այլ համակարգի հետ կամ վիճակագրորեն խառնված է։ Ավելի պարզ ասած, ալիքային ֆունկցիան նկարագրում է իդեալական ամբողջականությամբ հայտնի քվանտային աշխարհը։ Խտության մատրիցան նկարագրում է իրական դեպքը, աղմուկը, փոխազդեցություններն ու ոչ ամբողջական ինֆորմացիան։ Հենց այն էլ օգտագործվում է քվանտային համակարգիչների դեկոհերենցիայի եւ խճճված մասնիկների նկարագրության ժամանակ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։